Zengezur elektrik dəhlizi üçün Իլհամ Ալիևը կարծում է ադրբեջանական հոսանք գնելով Հայաստանը կարող է դիմակայել էներգետիկ ենթադրյալ ճգնաժամին։ Երկար պատմելով այն մասին, որ իրենց էներգետիկ նախագծերը կգերազանցեն Նախիջևանի կարիքները, Ադրբեջանի նախագահը երեկ խոսեց նաև մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրերից Հայաստանի տարածքով ու նաև Հայաստան։ Ալիևը հայտարարում է Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման նախագիծը պատրաստ է, իրականացման համար առավելագույնը 6 ամիս կպահանջվի։ Հույս ունի Երևանը չի ձգձգի։ Yəni belə yarım stansiyalara Մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում անցկացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Առաջին հերթին իրենք կարող են դրա կարիքն ունենալ, քանի որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որի կառավարումը նրանց ձեռքում չէ։ Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել, վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմվի էներգետիկ լիակատար ճգնաժամի մեջ։ Հետևաբար, էներգիայի լրացուցիչ աղբյուրը միայն օգուտ կարող է բերել։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Վարչապետ Փաշինյանը տարեսկզբին էր խոսել երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման մասին, բայց գործնական քայլերի մասին դրանից հետո չի հաղորդվել, այդ թվում, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստան են եկել ուսումնասիրության։ Մասնագետներ արդյոք Հայաստանում եղել են եւ անցկացրել են, դրա մասին կառավարության գործընկերները ավելի մանրամասն տեղեկատվություն կտան։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող քաղաքացիական պայմանագրից Սարգիս Խանդանյանը չբացառեց, որ Հայաստանը Ադրբեջանից հոսանք գնի։ Պնդեց ադրբեջանցի մասնագետների այցի մանրամասներից տեղյակ չէ։ Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալու մասին ու դեպի Հայաստան խոսակցությունը սպայն չկա, բայց նաև դա բացառված չէ, այսինքն դա հաշվի առնելով, որ էլեկտրահաղորդման գծերը միանալու են միմյանց եւ հնարավոր է էլեկտրաէներգիայի փոխանակման նաև որոշակի նախագծեր լինեն։ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով իրենց ուժը տեղյակ է եղել ադրբեջանցիների այցից, թերևս նախկին կապերով։ Հենց նրանց ընտանիքին է պատկանում պետականացվող հեծը։ Ցավոք տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Ժամանակահատված Երկու ամսվա մեջ։ Եթե ինքնիշխանության հետ խնդիր չկա, տարանցման վճարն էլ արդարացի է, Կարապետյանը էլեկտրահաղորդման գծերի տարանցման հարցը քննարկման արժանի է համարում։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունը որոշի Ադրբեջանից հոսանք գնել։ Կարծում եմ հարևան երկրները անհանգստանալու բան չունեն, մեր երկիրը հաստատ ունի հնարավորություն նոր ատոմակայան կառուցելու։ Ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի կարծիքով Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար այլընտրանք չեն կարող լինել։ Դաշնակցական падգամավորը երկու երկրների միջև վերջին ամիսների առևտրային ակտիվությունը հայաստանյան հասարակությանը բթացնելու նոր զիջումներ կորզելու ծրագիր է համարում։ Այդ մատակարարումները, եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո։ Հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո այդ կռանտները կփակեն։ Հայկական կողմն ինչպես պաշտոնապես չի տեղեկացրել ադրբեջանական պատվիրակության այցի մասին, այնպես էլ Հայաստանով անցնող թրիփով երկաթուղու շինարարության ստույգ ժամկետները չի հստակեցրել։ Ալիևը սակայն ասել է Միացյալ Նահանգների նախագահի հետ իր վերջին զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում երկաթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի։ Prezident Trump'la Իսկ Ադրբեջանի տարածքում աշխատանքները գրեթե ավարտված են, երկաթուղին հաջորդ տարի կհասնի նաև Հայաստանի սահման։ Ադրբեջանի նախագահի խոսքով Նախիջևանի երկաթուղու կառուցման աշխատանքները ևս ընթացքի մեջ են։ Նա նաև չի բացառել, որ այդ հատվածի վերականգնման համար ստեղծվի միջազգային կոնսորցիում Եվրամիության մասնակցությամբ, բայց ադրբեջանական վերահսկիչ բաժնեմասով։ Սյունիքով անցնող թրիփում վերահսկիչ փաթեթը Միացյալ Նահանգներինն է։ Երևանում դեռ Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունների փաստաթղթային հարցերն են կարգավորվում։ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի կեսին կքննի թրիփ համաձայնագրի սահմանադրականության հարցը, որից հետո ազգային ժողովը այն դեռ պետք է վավերացնի։
Իսկ շինարարության մեկնարկի հստակ ժամկետներ քաղաքացիական պայմանագրից Սարգիս Խանդանյանը դժվարացավ նշել։ Մենք ակնկալում ենք տարեվերջին սկսել շինարարությունը, բայց նաև դա կախված է տարբեր ուսումնասիրություններից եւ այլն։ Այնուամենայնիվ մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ սկսել շինարարությունը, որովհետեւ մեր համար դա առանցքային ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտ է։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակներում Երևանը պարտավորվել է անխոչնդոտ անցում տրամադրել ադրբեջանցիներին։ Չնայած փաստաթղթով խոսվում է Հայաստանի փոխադարձ առավելությունների մասին, բայց Բաքուն 1 տարի է չի շտապում հստակեցնել։ Հայաստանցիների անցման պայմաններն էլ նույնը կլինեն, եւ այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջին տարաձայնությունը բացահայտվեց։ Ուժեղ Հայաստանի կարծիքով թրիփը ճանապարհ է, Հայաստանի կարծիքով միջանցք։